8 տարվա հոգեթերապևտի պրակտիկաս նաև շատ հագեցած է եղել սիրո պատմություններով։ Ցավ, տառապանք, արցունքներ, անքուն գիշերներ, միայնակություն, հուսահատություն, էլ չի ստացվելու, էլ ուրիշին չեմ սիրելու, նա միակն էր, անկրկնելին էր, ես առանց իրեն կյանք չունեմ, էլ ոչ մեկի հետ չեմ կարողանալու շփվել, այսպիսի արտահայտություններ բազում են բարձրաձայնվել հոգեթերապևտի կաբինետում։ Եվ երբեմն հոգեթերապևտի կաբինետը միշտ չի, որ այս գեղեցիկ տեսքը, ինչ որ դուք տեսնում եք, այդ տեսքը ունի այցելուի համար։ Կան այցելուներ, ովքեր որ հենց այդ հայցով են գալիս։ Գիշերային զանգեր, գիշերային հաղորդագրություններ, շտապ ցանկանում են գրանցվել հոգեթերապիայի, արդեն փորձում են իսկ զանգի միջոցով ներկայացնել, թե ինչ է եղել։ Զանգի ժամանակ արդեն լացում են մարդիկ, աղջիկներ, տղաներ, անկախ տարիքից, անկախ սեռից, բոլորի մոտ ինչ որ արձագանք է ստանում հարաբերությունները, էլ ավելի բուռն արձագանք է ստանում, երբ որ հարաբերությունները կամ ընդհատվում են, կամ ավարտվում են, կամ անհասկանալի բնույթ են կրում, կամ այնպիսի ուղղություն են վերցնում, որը որ հակասում է այն սկզբի հարաբերություններին, խոստումներ, երջանիկ լինելու ինչ-որ խոստումներ, հավերժական սեր, իրար հետ ծերանալ, իրար հետ նպատակներ, իրար հետ կառուցել, երեխաներ ունենալ, ռոմանտիկ օրեր, զբոսաշրջություններ, ռոմանտիկ ինչ-որ իդեալիզացված կերպարներ, կոմպենսացիաներ, ծնողին կոմպենսացնող ինչ-որ հակառակ սեր, այս բոլորը ոչ թե միայն կարող եմ տեղավորել սեր ասված արտահայտության մեջ, այլ նաև երբեմն կախվածության մեջ, բայց այսօր տարանջատում չեմ դնի սիրո ու կախվածության մեջ։ Այսօրվա իմ խոսակցության բուն իմաստը նրանում է, թե սերը, հարաբերությունները ինչքան կարող են մարդուն թե երջանկացնել, թե ոգևորել, թե նոր թարմ շունչ բերել մարդու կյանք եւ թե հակառակը անել։ Խավարում է մարդկանց որոշների կյանքը, հետաքրքրությունները իսպառ վերանում են, անհետաքրքիր է դառնում կյանքը, մարդը չի ցանկանում շարունակել այն նույն գործունեությունը, մարդը չի ցանկանում այլևս ոչ մեկի հետ հարաբերություններ ունենալ, էլ չասեմ, եթե այս ամեն ինչին ավելացնեմ այն սիրո հետ կապված հետազոտությունները, տեսությունները, օրինակ Ջոն Բոլբի կապվածության տեսությունը, հուսալի, խուսափող, փախչող, տագնապային կամ խառը տեսակ։ Եվ այս ամենը, երբ որ ես լսում եմ կաբինետում, այս ուղին, երբ որ ես անցնում եմ այցելուների հետ, դա ինձ համար եւս շատ ցավալի է լինում, որովհետեւ հոգեթերապևտը ոչ թե միայն մասնագետ է, ով որ իր մասնագիտական պարտքն է կատարում, իր մասնագիտական բարոյայեցիկական նորմերին է հետևում, այլ երբ որ քո առջև նստած մարդը անկախ տարիքից, անկախ սեռից փոքր երեխայի պես հոնգուր լացում է, քո սիրտը եւս մխկտում է։ Երբ որ էմպաթիկ հարաբերությունների մեջ ես այցելուի հետ, դու այն ապրումները, ինչ որ ինքն է ապրում, եւս զգում ես, եւս իր հետ ցավում ես, եւս իր հետ կիսում ես իր ցավը, բայց միևնույն ժամանակ չես կորցնում քո մասնագիտական դիրքը։ Միևնույն ժամանակ դու ընտրողություն չես անում, միևնույն ժամանակ դու ճիշտ ու սխալի չես վերածում այդ հարաբերությունների հետ կապվածը, միևնույն ժամանակ դու չես պայքարում նրա համար, որ քո սեփական ճակերտավոր ասած ավելի հուսալի, ավելի պայծառ ընթացքը ունենա այն հարաբերությունը, ինչի մեջ որ նա կա։ Եվ երբեմն, երբ որ արդեն այցելուն հասնում է կաբինետ, երբ որ սկսում է աշխատանքը, երբ որ այդ դժվար, երբեմն փշոտ ուղին իր հետ անցնում ես, լինում են դեպքեր, որ վերջում մարդիկ ավելի փիլիսոփայական, ավելի տիեզերական, ավելի կրոնական մտածողություն են ձեռք բերում, մոտեցում են ցուցաբերում այդ հարաբերություններին։ Եվ եղել են դեպքեր, որ լսել եմ այն զուգընկերոջից, ով որ արդեն մենակ է մնացել, ում մոտ որ արդեն ամբողջ էտապը անցել է, փակվել են հարաբերությունները եւ եկել է ընդունման, նա այսպիսի արտահայտություն է անում, որ
Այդ հարաբերությունը ինձ սովորացրեց մարդ լինել, այդ հարաբերությունը ինձ սովորացրեց իսկականից հասկանալ ինչ է մահկանացու լինելը, այդ հարաբերությունը ինձ սովորացրեց նորից սիրել, նորովին սիրել, հասկանալ դիմացինի ապրումները, հասկանալ դիմացինի խնդիրները, հասկանալ դիմացինի հոգետրավման, եւ երբեմն մարդիկ, երբ որ արդեն բավականաչափ անznային աճ են ունենում, երբ որ բավականաչափ հուզական ապրումներ են ունենում, դատարկվում են, այդ վերքը սպի է դառնում, նրանք հասկանում են, որ այլ տարբերակ գուցե չէր լինի։ Երբեմն տարբերակներից այդ պահին արդյունավետը դա բաժանումն է, որովհետև գալիս է մի этап, երբեմն ինչքան էլ որ ցավալի է հնչում, որ երկու տարբեր սեռերի, երկու տարբեր աշխարհայացք ունեցող անձանց տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց ուղին դադարում է գոյատևել իրար հետ անցնելը։ Երբեմն այս ամեն ինչը նրա արդյունքն է, նրա պատճառն է, որ մարդու անգիտակցականում ապրել են այլ հարաբերությունների մասին պատկերացումներ, մարդը ունեցել է այլ նախասիրություններ, ուղղակի ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ этаպում, կյանքի այդ փուլում հանդիպել են իրար հետ հետաքրքիր է եղել, իրար հետ զրուցելու թեմա է եղել, իրար հետ անելիքներ են ունեցել, եւ երբ որ այս ուղին ինչ որ ժամանակ ապրում են, անցնում են, գալիս է մի պահ, որ այս հարաբերությունը ինքը իրեն սպառում է, ինքը իրեն մաշեցնում է, եւ մենք մարդիկս հակում ունենք կարճելու այն երևույթներից, որը որ գնում է։ Մենք նույն վերաբերմունքը ունենք մահի հանդեպ, մենք նույն վերաբերմունքը ունենք այն երևույթների հանդեպ, երբ որ ինչ-որ բան ավարտվում է, հետաքրքիր ֆիլմը, կյանքը, ինչ որ երբեմն անգամ հետաքրքիր ինչ որ հաճելի վայր, երբ որ դու գնում ես, հանգստյան վայր գնում ես, երբ որ գալիս է, մոտենում է օրը, որ ավարտվում է քո շրջագայությունը, դու նստում ես ու մեծ ցավ ես ապրում, որ գուցե երբեք այլևս այստեղ ես չեմ լինելու, որ կյանքը ինչքան հետաքրքիր ու դժվար ու դաժան կողմեր ունի, որ այսօր այստեղ եմ, վաղը գուցե այստեղ չեմ լինելու, իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն տագնապային խանգարում կամ տագնապային շերտ ունեն հոգեկանի, տագնապային բնավորության շեշտվածություններ ունեն, նրանց համար ավելի է դժվարանում, որովհետև տագնապային մարդը հակում ունի վերահսկելու, ավելի շոշափելի ամեն ինչ դարձնելու, կանխատեսելու, կանխագուշակելու, իսկ հարաբերությունների ավարտը նրա համար ավելի ցավոտ է լինում, ավելի սուր է ընկալվում, որովհետև այդտեղ ինքը կորցնում է կառավարելու ունակությունը, տեղի է ունենում մի բան, ինչը որ դուրս է եղել իր պլանավորածից, տեղի է ունենում մի բան, ինչը որ թևաթափ է անում նրան, մի բան, որին որ ամբողջ կյանքում նա կաշմարնի երազ է եղել նրա համար, եւ հարաբերությունների կարևորագույն համն ու հոտը սիրո կարևորագույն շերտերից է սերը, մենք երբ որ ասում ենք մի բառում, նրա տակ բազում շերտեր կան, ինչքան էլ որ ձեր համար պարադոքս կհնչի, սերը ավելի երկար տևողություն է ունենում, երբ որ մարդը սովորում է իր զուգընկերոջ հետ արտահայտել նաեւ բոլոր մնացած բազային էմոցիաները, ինչը որ ծնվում է հարաբերության հանդիպման կետում, ջղայնություն, վախ, զզվանք, զարմանք, ցավ, բոլորը հիմա չթվարկեմ, բայց երբ որ մարդը սովորում է հարաբերության ժամանակ գործ ունենալ, ապահով պոզիցիայից արտահայտել իր էմոցիաները եւ դիմացինը ընկալունակ է լինում, կարողանում է այդ ամեն ինչին ոչ միայն քննադատորեն մոտենալ, այլ ըմբռնումով, հանդուրժողականությունով, այստեղ հնարավորություն է ընձեռնվում երկու կողմերին բացասական էմոցիաները դատարկելուց հետո նոր սանդղակի վրա, նոր աստիճանի, նոր լեվելի վրա հայտնվել եւ ցավոք սրտի երբեմն այն հարաբերությունները, որոնք որ անսպասելի ավարտ են ունենում, նաեւ պայմանավորված է լինում նրանով, որ այդ հնարավորությունը զուգընկերը չի ունեցել արտահայտելու իր դժգոհությունը, իր անհամաձայնությունը, հոգնածությունը, այդ գործընթացին, ինչ որ բանում ձեռնպահ լինելուն, սեփական ճաշակով, սեփական նախասիրությունով առաջ գնալուն,
Եվ ավելի ցավոտ է լինում երբեմն նաև դավաճանության թեման, երբ որ զուգընկերը պատահաբար իմանում է, որ իր հարազատը, իր սիրելին դավաճանել է իրեն, եւ ավելի ցավոտ է լինում, երբ որ մինչ այդ ամենը բարձրաձայնվել են անդադար, որ դու իմ միակն ես, որ քեզանից բացի ուրիշին ես չեմ սիրում, եւ այստեղ ոչ թե միայն խոսքը բարոյականության մասին, այլ նաև ինքնագնահատականի, երբեմն տարիքի, կան աղջիկներ, ովքեր որ ինչ որ տարիքում, երբ որ իմանում են, որ ամուսինը իրենց էլ չի սիրում, նրանք մտածում են այդ ամենը վերագրում են իրենց, կարծելով, որ իրենց հետ է կապված խնդիրը, իր արտաքին տեսքի հետ, իր անհնազանդ լինելու հետ, սեփական կարծիքը առաջնորդելու հետ, եւ հաճախ նաեւ խնդրի ծագում է լինում, երբ որ ընտանիքում հայտնվում են երեխաներ, կենցաղ, ֆինանսական հարցեր, պլանավորումներ, երեխային դպրոցից վերցնելու, ինչ որ առօրյա հոգսերի հետ կապված, եւ այստեղ շատ նաեւ կարեւոր նշանակություն ունի մարդու հոգեբանական ու ֆիզիոլոգիական, ֆիզիկական, կենսաբանական ունակությունները, հարաբերությունների ժամանակ շատ կարեւոր է, որ միշտ ներդրում անենք, որ միշտ կարողանանք հարաբերության մեջ ինչ որ բան ավելացնել, ինքնին հարաբերությունը չի գնում, հարաբերությունը ունի շատ կապրիզնի կողմ, նա միշտ պահանջում է, էգոցենտրիկ է հարաբերությունը, միշտ պահանջում է իրենով զբաղվեն, իրեն խնամեն, մշակեն, ավելորդ ճյուղերը հեռացնեն, ջրեն, փխրեցնեն, կրակի պես է, միշտ պետք է իր վրա փայտ ավելացնել, հետևել, որպեսզի քամին շատ ուժեղ չլինի, բազում օրինակներ կարող եմ բերել, բայց միևնույն ժամանակ մարդկային ցավը, մարդկային խոցելի լինելը, հարաբերությունը առանց խոցելի լինելու, առանց վստահության չի կարող գոյատևել, եւ հարաբերության թշնամիներն են անպատճառ խանդը, վերահսկումը, բռնությունը, դավաճանությունները, իրար չվստահելը, իրար հետ չկիսվելը, իրար հետ կենցաղ չունենալը, իրար հետ գաղտնիքներով չկիսվելը, եւ ես չեմ ուզում նորից անցում կատարել պաթոլոգիկ նարցիսական կամ կախյալ տեսանկյուններին, բայց այս վիդեոյի իմաստներից մեկը այն է, որ ինչքան էլ որ գեղեցիկ է հարաբերությունը, կյանքում կան շատ բաներ, որոնք ունենում են ավարտ, մենք սովորել ենք ռոմանտիկ պատմություններից, կինոներից, հեքիաթներից, որ ամեն ինչ պետք է ունենա happy end, ուրախ ավարտ, եւ մենք մեր կյանքի նպատակն է կարծես դառնում երբեմն գտնել այն միակին, ում հետ ծերանալու ենք, երբեմն նաեւ այն ցավոտ պատկերացումը, որ մենք ունենում ենք, որ չի իրականում, դրա համար է ցավոտ դառնում, որ իրար հետ մահանալ, իրար հետ մինչև խորը ծերություն ապրել, եւ ամենացավալի պահերից մեկը նաեւ այն է, որ այսօր սեր արտահայտությունը, իրար սիրելը կարծես մոդայից դուրս է եկել, հարգելիներս, սերը այն միակ երևույթն է, որը որ չունի սահմաններ, որը որ չի եղել մոդայից դուրս, չի էլ լինելու, մի ամաչեք բարձրաձայնել ձեր զգացմունքները, միշտ իրարից բաժանվելուց փորձեք գրկախառնվել, արտահայտել այդ երկտողը ես քեզ սիրում եմ, դրա մեջ չկա ինչ որ բացասական բան, չկա ամոթ, դրա մեջ չկա այն պահերը, երբ որ դուք մտածում եք, թե ինչ որ զույգերից մեկը դա պետք է անի, չկա պետք է, կա երևույթ, որ երբ որ քո ներսը ջերմացնում է, երբ որ քո լեզուն ուզում է դա բարձրաձայնել, բարձրաձայնիր, դա եւս նպաստում է, որ ձեր հարաբերությունը տևական երկարակյացություն ունենա, այսքանը